Իսկ մի հատնա մրսում էր բերի տուն։ Մեղքս գալիս էր, ասի փեչը վառումա, տանեմ տնեմ տանը։ Այս մեկն է։ Այս մի հատնա հանել։ Յուրաքանչյուր ամասունինի, կենթանինի, եթե սիրով չպահես, չի ապրի։ Պիտի սիրես, պիտի փայփայես, պահես, որ մեծանա։ Թուղսը պիտանի չէր, Սուսանի սպասելիքները չարդարացրեց ու ընդամենը մեկ ջութ հանեց։ Ինքն էլ ստիպված այդ մեկին տուն բերեց թխսին փոխարինելու, քամուց, ցրտից ու մայիս-վայիս եղանակներից փրկել ազատելու նպատակով, որպիսի կենտ մնացածը ապրի, թե չէ թուղսը մայրություն չէր անելու։ Ասել է, թե Սուսանի փոքր, բայց մեծ ջերմությամբ լցված տան նոր բնակիչն է, որին մեծ սիրով ու գուրգուրանքով է վերաբերում։ Սուսան տատը փոքր տուն ու տնտեսություն ունի, բայց այդ փոքր տնտեսությունում մեծ գործեր է ձեռնարկում։ Առավոտից ելնում եմ էսա, հավերա, ճտերա, խոզեր ունենք, բոստաննա, առօրյա կյանքն է մեր ամեն օրվա։ 22 հատ հավ ունեմ, 27 հատ ջուտ ունեմ, 2 խոզ ունեմ, պահում ենք էլի։ Այս տարի ցանել եմ էտա տեղակ մի շարք կարտոշկայա, լոբի, վարունգ, սոխ, դες կանանչեղեն, այս տարի ելակ եմ դրել, ահագեն էլ ելակ կա, ամեն ինչ էլ կա, օգտվում ենք, մեր ընտանիքը հերիքում է, որ պարապ նստեմ, ավելի շուտ կծերանամ, չեմ կարում, ես պիտի անընդհատ շարժման մեջ ինիմ, որ իմ կյանքը հունի մեջ քինա։ Սուսանի ու իր մեծ ընտանիքի կյանքի հունը փոխվեց դեռ 2023 թվականին, երբ նրանք էլ հազարավոր մարդկանց նման անվերադարձ Արցախից բռնի գաղթի ճանապարհը բռնեցին։ Եկան, ցիրուցան եղան, երեխաների մի մասը մեծ քաղաքներում նոր կյանքի ճանապարհ գտավ, մի մասն էլ իր նման տեսավ լոռին ավելի կոնկրետ դսեղը ու առաջին հայացքից սիրահարվեց բնությանն ու լեռներին։ Սիրահարվեց, որովհետև ամեն րոպե դսեղը հիշեցնում է ետևում թողած ծննդավայրի նոր կարմիրավանի մասին։ 4 երեխա, 23 թոռ ու ծոր ունի Սուսանը, իր խոսքով ոչ մեկին նեղություն տալ չէր ուզում։ Երեխաների հետ քաղաք չգնաց, մնաց դսեղում, որ գյուղացի մնա, գյուղի աշխատանքով զբաղվի ու գյուղական բարիքներով օգտակար լինի իր երեխաներին։ Երեխեքը գալիս են, ձուն հավաքում եմ, տալիս եմ, տանում են, ձուն տանում եմ, փոխանակում եմ մի ապրանքով խանութում, տանում եմ, ուրիշ բան եմ բերում տեղը, բա ոչ չեն տալիս, իրաց ցորենը երևի իրանք առնում են, իրաց ձվով, օգուտ լինում է, տես բան չկա, որ պահես օգուտ չստանաս։ Պիտի աշխատենք, որ ապրենք, ինչ անենք, եթե ողջ ենք մնացել, պիտի ստեղծենք, ապրենք։ Եթե որ նստենք, ասենք, մենակ պետությունը մեզ պահի, դա հնարավոր չի։ Պետությունն էլ այսօր պահեց, հոմիշ չի պահել։ Չեմ ասում, թե ես թոշակառուկին եմ, բայց ես պարապ չեմ կարող նստեմ։ Կարամ ասեմ, մենա իմ թոշակս ես ստանում եմ, լավ էլ թոշակ եմ ստանում, ես ինձ կհերիքի, բայց ես չեմ կարող նստեմ, ես պիտի աշխատեմ։ Չի նստել չի կարող, աղավարի կյանքը իր համար չի, 44 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող մարդուն հողը միշտ կանչում է, տատը խոստովանում է դսեղի կլիման ու բերքատվությունը նույնը չեն, նոր կարմիրավանը հարուստ էր առատ բերքատվությամբ, բայց եթե այստեղ էլ շատ աշխատես, արդյունքի անպայման կհասնես։ Հողը շատ բերել է, ուղղակի կլիման չի նորմալ կլիմա, խոսքի անցած տարի մի 100 թաղ ես պամիդոր եմ դերել, բիբարը տերնում է, բայց այդ 100 թաղ պամիդորից 100 պամիդոր չեմ վերցրել, չի կարմրում, չի հասցնում կարմրի, եղանակը այն տաքությունը չունի, որ կարա հասցնի այդ պամիդորը կարմրի, բայց մնացածը ոնց տերնմա, լոբինա, լավ տերնմա, կարտոշկինա, լոբինա, վարունգը, լավ տերնմա, անցած տարի ես ինչքան ասես ստեղից իմ փակոսն ես ստեղից մորալ, հլա երեխեքին էլ օգնալ, մի շարք վարունգից, ահագին։ Անցած տարի այնքան բանկա եմ առել, մենակ որ գալի, պա երեխեքի համար եմ անում, գալիս են, լսնում եմ, տալիս եմ երեխատերեն, ով որ գալիս է իմ հարազատներից սաղն է գալի, գնում են, աղբերել ունեմ ստեղ Սևանա ապրում, ինքն էլ է եկել, սաղն է աղբոր սաղջիկը ալավերդի ամնում, մոտիկը ես եմ, գալիս են, ախր մի բան չդնեմ հետներ ասեմ տարեք կերեք։
Սուսանի աչքից չէր կարող վրիպել, որ Դսեղում հող մշակել այլևս մոդայիկ չի։ Ճիշտ է, գյուղում դեռ անասնապահությունը ակտուալ է, բայց դա էլ առաջվանը չէ։ Գյուղացիք զբոսաշրջային ոլորտում են դրսևորվում, ասել է թե զարգանում են։ Մերժում հողն էլ, գոմն էլ, բերք ու բարիքն էլ։ Այստեղ հիմի քաղաքի նման են ուզում ապրել։ Այս հարևանը մի օր ասեց կլինի ինձ մի 2 հատ բիբար տաս, որ գնամ խանութ պիրկամ, կառնեմ կտամ, ասի չես ամաչում, 2 հատ բիբար եմ պոկել, ամեն մեկը այսքան, այսպես բիբարն են, տվել եմ իրան, ասում այս որտեղից, ասում մեր բաղջից, ասում ասես բիբար ա դառնում, ասում պա ինչ անում, որ մշակեք դառնում ա, բայց պիտի անում։ Տարբերություն կա աշխատանքի բանով առումով, տարբերություն կա։ Ստեղի ժողովուրդը մի քիչ աշխատասեր չեն, բայց Ղարաբաղի ժողովուրդը լրիվ էլ ստեղծում են, լրիվ, էսա էլի կա ստեղ Ղարաբաղցի, էլի իրանք էլ են տեհենց անող, դնող, ստեղծող, բայց ստեղի ժողովուրդը այդքան Ղարաբաղցուս նման ոգևորված չեն աշխատում։ Մարդիկ աշխատում են, չեմ ասում, իրանք անասնապահության, բայց գնանիքը մի քիչ թեմբել չեն աշխատում, հողագործությունը սիրում չեն։ Սուսան տատը առաջին հենց օրից իր բարության, կամեցողության ու աշխատասիրության շնորհիվ սիրվեց ու ընդունվեց գյուղում։ Հարևանների շրջանում ավելին գյուղական ավանդական կոֆեի սեղանի սպասված հյուրը դարձավ, առավոտ ծեքը-ծեքին Սուսանոում տուն կոֆեի գնաց, այդ օրվա հաջողությունը իր հետ այդ տուն տարավ։ Դրա համար էլ հերթ է առաջացել։ Ասե որ մեր լեզու խոսում, իրանք էլ հետևից կրկնում են, ասում դուք պիտի սովորեք մեր լեզուն, հասկացեք, այս նես չի, որ չեմ կարում խոսամ, որ իրանց հասկացնեմ ինչը այս չի, բայց ասում սովորեք էլի դուք էլ մեր լեզուն սովորեք, ինչ վատ, Ղարաբաղի բարբարը, ինչ վատ բարբարը, իբար ասում ձեր բարբարը լավն է, լահա ուրիշ բան չի ցավտանում են, որ ստեղ բույս կա է, որ տպակում են ասում բորապապուկ, ասում էդ ինչ ասելու բան է, բորապապուկ, էդ ասելու բան է, հա, մեր լեզվին տնազ են անում, բայց իրանք են ես բարերն օգտագործում։ Տատը չաշխատող լոդր մարդկանց տանել չի կարողանում, հա ու մեկ էլ բամբասանքը իր խելքի բանը չէ, թե պետ պարապությունից, թե անխելքությունից ամեն քայլափոխի բամբասում, հա բամբասում են, սրա նրա տունը քանդում։ Պարապ են, դրա համար, որ իրանք աշխատեն, իրանք սաղոր ու իրանց հունի մեջ աշխատեն, հոգնած մտնեն տուն, էլ չեն կարա դուրս կան ուրիշ բամբասեն, այդքան բան, ինձ այդ բնավորությունը չունեմ։ Որ բնավորությունը։ Այդ որ սրանից խոսեմ։ Այդ մարդու կյանքը այդ ձևի է դասավորվալ, ինքը այդ ձև է ուզում, դու կարաս այդ մարդուն փոխես։ Տատը շատ ակտուալ քննարկվող թեման շրջանցել չի կարողանում։ Սկսում է մի քիչ էլ խոսել հարս սկեսուր հարաբերություններից։ Հպարտությամբ ասում է, որ բոլորին իր նման սկեսուր եմ ցանկանում, չխառնվող, չխոսող, հերվից օգնող ու միայն օգնող։ Սա է Սուսանի նվիրական առաքելությունը։ Որ ասեմ, որպես ընկեր, ոչ թե կիսուր։ Մենք ընկերական հարսու կիսուր ենք եղել։ Ես ոչ խառնվել եմ իրանց ընտանիքումը, թեկուզ իրանց հետ եմ ապրել, բայց ասել եմ դուք ձեր համար մարդու կնիկ են, կարող է վիճեն, կարող է ես խառնեմ, կարող է մյուսը մարդու հետ խոսա, ես հետ դառնամ վատամարդ։ Իրան գիտեն, կխոսեն էլ, կհաշտվեն էլ, կբարիշեն էլ, բայց ոչ մի բանի ես չեմ խառնում, մինչև հիմա էլ, ոչ մեկի ընտանիքին չեմ խառնում։ Ամուսնացել են, թող ամեն մարդ իր ընտանիքը պահի։ Որ ամուսնացել եմ իմ կիսուրն ասում է բերանը մտ լեզու չկա, ասի ոչ չկա, բերանը լավ էլ լեզու կա, բայց ես ինչ ասեմ, ումնից բողոքեմ, ումնից խոսեմ, ինչ անեմ, առաջվա զսպվածությունը հիմա չկա, ինչ գալիս է, բերանները մը շպրտում են չեն ասում, բա մի քիչ համբեր ենք, դրանք տլավերջը ինչ հալինում, չէ տես բան չկա, ինչ որ տենում էլ է շպրտում են, առաջ շատ մեծին հարգել կար, համարյա տենց բան չկա, մենք հիմա ջահելներն ուզում են առանձի մնան, կիսուրի հետ չմնան, ինչ ուզեն են էլ անեն, կիսուրը որ չխոսի, բայց ախրը կիսուրն էլ ամարդ, տղայա պահել է, մեծացրել է, որ իրանք էլ իրան պահեն, դա սխալ է, տան մեջ պիտի միշտ մեծ լինի, մեծից վնաս չկա։ Առաջները, որ մին 18 տարեկան, 19 տարեկան աղջիկ ուզում էր ամուսնանա, մենք ասում ենք, ոյ,
Ես պստիկ աղջիկ ամուսնանում, բայց հիմա որ 15-12 տարեկան էլ է երեխա բերում, այն որ Facebook-ում կարդում 12 տարեկան երեխան երեխա է բերել, ասում հերն էլ է անչափահաս։ Էդ ի՞նչ կյանք է։ Հա ու մեկ էլ տատի դուրի չի գալիս այս արհեստական սիլիկոնե աշխարհը, բայց հատկապես սիլիկոնե կանայք։ Ծնկներին է տալիս, երբ հեռուստացույցով վայ, ինչեր ասես, որ ցույց չեն տալիս։ Նամուսը մաքրվել, ջնջվել գնացել է այս 21-րդ դարի մոդայիկ աղջիկների երեսից։ Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ իրենց բնական գեղեցկությունը իրանց հերիք է։ Ավել այդ լցոնները բանը չլինի։ Այդ նոր մոդան գավել։ Ես վերջ տարիները մոդան գա, ու տեսել պրոսնեն լոսնեն, ամեն ինչ լոսնեն, այդ ինչը, այն որ Facebook-ում ասում Հայաստանը գնալով փոքրանում, սրանց պրոսնեն նոշեն մեծանում, մե հիմա սրանք են, դու կհավատաս, որ ես հլա իմ կյանքում երեսիս մի հատ բան կսած չկամ, մի հատ կրեմ չում կսել իմ երեսին, մի հատ պեն չմրալ, ոչ մի բան, ոչ է եղուններս եմ ներկել։ Չիք սիրել, թե։ Ընդհանուր, չէ, չեմ սիրել, բայց ասեմ, մի հատ մենակ իմ պամադա էտա, էդ, ուրիշ ոչ մի բան, իմ բնական դեմքն է, թե լավա, վատա, էտա, ես հելա իմ երեսին ոչ մի բան կսած չկամ։ Սովետ իմ վաղթը շատ լավ ալել, շատ, հոյակապ, ամեն ինչը բնական, ամեն ինչը, թե ուտելիքը, թե ամեն ինչը, հիմա սա ոնց որ քիմիական բաներ է, լրի քիմիական է, բայց առաջները ինչ գցել ես հողը, ով է տեսել սլիտրատան, ինչ անեմ, ուտես բաներ չէինք իմանում, գցել ենք հողը նորմալ, տարալա կերել ենք, առանց սլիտրայի, առանց քիմիական ոչ մի բանի, նորմալ ապրել ենք։ 3 անգամ գաղթի ճամփա բռնած, 3 անգամ տուն ու դուռ փակած, 1000 ու մի փորձությամբ անցած տատը գտել է հանգիստ ու խաղաղ ապրելու սեփական բանաձևը։ Դսեղում լավ է, իր խրճիթում հատկապես։ Կարևորը հանգիստ է, խաղաղ հեռուաղմուկ աղաղակից։ Ինքն էլ անվերջ ժպտում է ու ժպիտ տարածում։ Ադե բարանքում պիտի ժպտասել, բայ հո միշտ տխուր չենք մնա, ինչ անենք, մեր կյանքն էլ է տայլի մատաղնեմ։ Հիմա ումնից բողոքենք, ինչ անենք։ Մեր ճակատին ինչ գրած է, դե քաշում ենք, տանում ենք։ Դե արանքում պիտի մեկ-մեկ քեզ անջատես, որ կարաս ապրես, թե չէ, որ խորանաս կարող է ավելի վատ լինես։ Թե լավ է, թե վատ է, գլխիս վրա կրիշ կա։ Տունն եմ, ապահով եմ, ես գոհ եմ։ Չեմ ասում, ստե թորներ ունեմ, ինձ օգնում են շատ։ Աղջիկս ստեղ է ամուսնացած, փեսես, աղջիկս, երեխեքը օգնում են։ Տղաս էլ է գալի Կիրովական ամոնում, արդեն ծառայությունում է, անցել է իր ծառայությանը, 17 տարի Ղարաբաղ ծառայել, եկել այստեղ նորից իր ծառայությունը շարունակում է։ Հիմա չի կարում շուշուտ գա, բայց էլի շաբաթ կիրակի երեխեքին վերցնում են գալիս են ախրի իրաց մաման են տենում են։ Մեր տեղը ով լինի հիմա գժվել էր։ Թե ես ինչերի մենակ էլ հայ ես իմ կյանքս եմ ասում, թե ինչերի միջովում անցալ, ինչերի։ Ոչ մեկը չէր պատկերացնում, որ ես կարող եմ սաղ մնամ։ 90-ականներին առաջի արկը ինգել է մեր տուն։ Ես էլ այս պստիկ տեղես էլ ստեղի աղջիկս էլ տունն ենք եղել։ Մեկը 2 տարեկան, մեկը 3 տարեկան։ Տան մեջ ընկել են։ Արկը որ պայթել է տանը մեջին, ես երեխեքին վերցրել եմ դուրս եկել, սաղ զարմացել եմ, որ այդ տնից դուք ոնց ողջ դուրս եկաք։ Որ պատերազմը սկսվավ, ես հիվանդանոցում նմել։ Այս պստիկի տողուս երեխեն վարված են։ Այստեղից ներքևը լրի վարված են։ Ամսի 13-ին վարվալա, ես ընկել եմ հիվանդանոց 19-ին պատերազմը սկսվալա։ Որ այդ երեխեն, որ հելա ենա իրա լացը իմ ուղեղումս։ Տատ ասմա, ինձ թողելու ես թե գնաս։ Ասի այ աղջիկ, ես քեզ ուր եմ թողում գնամ։ Բա ես սենց ասմա ուր գամ, 8 տարեկան երեխա է։ Բա ես ոնց գամ սենց։ Դաժե պատվալն չէի կարում թե տեղափոխեմ։ Ջրից։ Ընկել էր Գերման ջրի մեջ։ Հա։ Ընդեղից էլ այդ երեխեն էլ դե հենց վարված, բերինք հասցրինք ստեղ։ 5 երեխա էլ ավտոյի մեջ կա, մի պստիկ նիսամարջ ավտո էր։ 9 հոգի մեջին այդ երեխեն էլ վարված։
Մեջը էփել էր արդեն երեխու։ Բերա հասցրեց այստեղ մյուս օրը տարանք Երևան, այրվածքաբանականը։ Այն բժիշկը մնաց զարմացած, ասում է, «Էսի մահացու վերքա, սա այս երեխու սիրտը տես շքանա, բան որ այս երեխան չի մահացել»։ Այս վառված երեխուն, որ ձեռից վերցրել են տարել, չգիտեմ, ես լաց եմ, ծիծաղ եմ, չգիտեմ, այս երեխուն որ տարան այդ բանը, սկորոն, իրան քաղցր տվին, վաֆլի տվին պաշկով, չգիտեմ ինչ, ռուլետ, մուրելետ, բերին տվին այդ երեխուն, այդ երեխեն իրա ցավը մոռացած, այդ վաֆլին ոնց էր ուտում, մի տարի երեխեն քաղցր չի տենում։ Ես հələ հույս ունեմ, որ հետ ենք դառնալու, թեկուզ տուն չունեմ, էլի պիտի գնամ ընդեղ մի բան ստեղծեմ, որտեղ մնալիս եմ էլ պիտի քինամ ընդեղ, բայց ինձ հույս ունեմ, որ հետ եմ դառնալու, չգիտեմ։ Ձգում է, հողը ձգում է։ Ես միշտ էլ որ պարկումում արդեն երազս ես հենց 90-ականներից գալիս է, ես համարյա գիշեր չեմ քնում։ Պատկերացնում եմ ինչերի միջով անցալ, ինչերը մնա լույսը բացվում է։ Բայց ամեն բացվող նոր օրվա հետ Սուսանի երազանքը, սրտի միակ ցանկությունը ավելի է հեռանում իրականություն դառնալուց, դառնում երազանք, որ իր տան ծննդավայրի հայրենի հողի մասին է, իսկ ինքը դրանով է ապրում, այդ անեզրական հույսերով, եւ եթե դա էլ չլիներ, գուցե չլիներ նաեւ Սուսան տատը։ Երկինքն ու երկիրը խառնվել են իրար, ամենուր մարդիկ են չարացել, պատերազմներ, ավեր, գաղթ, կոտորած, մարդիկ դասեր չեն քաղում անցյալի ահեղ պատերազմներից, ու Աստծուց էլ վախ չունեն։ Աստված զայրացել է, ասում է Սուսան տատը, ու եզրափակում մեր քաղցր ու շատ ջերմ զրույցը։ Դաժե երկինքն է, որ ասում է, բանանում, զայրանում, տես ինչեր անում։ Տեղ չկա, որ երկրաշարժ, ջրհեղեղ, չգիտեմ ինչ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Դսեղից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։